Որն է կաթը շատացնող ամենաարդյունավետ կերը։ Ամբողջ աշխարհում սիլոսը համարվում է տնտեսապես ձեռնտու ամենահայտնի կերը, որը կազմում է կենդանիների կերաբաժնի հիմնական մասը։ Իսկ ինչ է սիլոսը։ Պատկերացրեք, որ զիպ տոպրակի մեջ ամռանը պահում եք բանջարեղեն եւ միրգ եւ ձմռանը օգտագործում եք որպես թարմ եւ սննդարար մթերք։ Սիլոսը պահածոյացված հյութալի կանաչ զանգված է, այս դեպքում պատրաստված եգիպտացորենից, որով կենդանիները ասես ամբողջ տարին ուտում են արոտային կանաչ։ Իսկ բոլորս գիտենք, որ արոտ ուղարկելուց կովերն ամենաշատն են կծում։ Ինչու է սիլոսը համարվում կովերի համար լավագույն կերը։ Այն կենդանիները ավելի լավ են ուտում, քանի որ հյութալի է եւ ունի դուրեկան հոտ։ Սիլոսը առողջ է պահում կենդանու մարսողությունը եւ խթանում է ոռոճը։ Կենդանին ավելի շատ է կծում, իսկ կաթի ինքնարժեքը նվազում է, օրինակ լիարժեք կերաբաժնում 1 կիլոգրամ որակյալ եգիպտացորենի սիլոսից կծվում է 0,7-ից 1 լիտր ավել կաթ։ Պատրաստելուց կամ գնելուց հետո կարելի է կերակրել ամբողջ տարին եւ նվազեցնում է խտացրած կերերի ծախսը, միաժամանակ տալով էներգիա ու ծավալ։ Բացի կաթնատվության աճից, այն ավելացնում է նաեւ քաշաճը։ Շատ լավ գիտեմ ֆերմերների ծանր աշխատանքի մասին եւ կարծում եմ, որ կենդանի պահելու ծանր աշխատանքը պետք է փոխհատուցվի բարձր արդյունքով։ Ուստի հիշեք, որ առանց սիլոսի չկա կաթի կայուն արտադրություն։ Ուղարկիր այս նյութը անասնապահությամբ զբաղվող քո ընկերներին եւ մի մոռացիր հետեւել իմ էջին։